Ադրբեջանը շարունակում է կրակել խնածախի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակոցները հնչել են մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում։ Բնակելի տան տանիքն է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Պաշտպանական գերատեսչությունը Բաքվին կոչ է անում հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Խնածախի ուղղությամբ թշնամին կրակել էր նաև մայիսի 7-ին ու դարձյալ վնասել էր բնակելի տան տանիքը։ Խնածախցիներն ու հարևան գյուղերի բնակիչները, որոնք տևական ժամանակ կրակոցների ձայների տակ են գիշերում, խիստ անհանգստացած են։ Խնածախի հարևան բնակավայրի Խոզնավարի բնակիչը, չցանկանալով ներկայանալ, էպիկենտրոնին որոշ մանրամասներ է փոխանցել։ Ամեն օր էլ կա կրակոցներ։ Նույն ժամերին ամեն օր կա։ Բացառությամբ ապրիլի 1-2 որ չի եղել ընդհանրապես։ Մարտի 20-ին որ սկսել էին, մինչև ապրիլի 1-ը շատ էր կրակահերթերը ու ժամը 1-ին։ Իսկ հիմա մի քիչ փչացրել են քանակը ու 2 ժամը 1 է դից ելնում էլի կրակոցները։ Ասեք 10-20, 12-20, ընթացքը որ այլ 1-5, չգիտեմ, դες մինչև 4-5, մինչև 5-ը։ Գյուղացիները ավելի շատ մտածում են երեխաների մասին, թե կառավարությունը ինչ է մտածում, չգիտեն, ինչ կլինի հետո եւս։ Խնածախը իմ լսելով դատարկում է գյուղը։ Ասում են դպրոցը վերջանա մինչև մայիսի վերջերի, որ կարան երեխեքի բանը վերցնեն դուրս գան։ Ով չվախենում։ Պատերազմի մեջ ենք մենք, չպիտի վախենանք, չպիտի զգուշանանք։ Դուք կարծում եք, որ պատերազմի մեջ ենք հիմա։ Հիմա մենք սողացող պատերազմի մեջ ենք, ավելի վտանգավոր պատերազմի մեջ ենք, ավելի ճակատ կարել են իմանաս ինչ է կատարում, քան այս վիճակը։ Երևանի ու Բաքվի միմյանց փոխանցած տեղեկությունների վերաբերյալ որոշ մանրամասներ էր հայտնել անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Ադրբեջանցիները սկսեցին կրակել Երևանի եւ Բաքվի համաձայնությունից հետո, շուտով կլրանա 2 ամիսը։ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվեց, բայց չստորագրվեց ադրբեջանական նախապայմանների պատճառով։ Այս է խաղաղությունը 5 տարի այս վիճակի մեջ ենք։ 5 տարի մենք պատերազմի մեջ ենք։ 5 խաղաղություն։ Դե փոխելա դեպի պատերազմ, դեպի վատը։ Եթե այսպես շարունակվի, մեր զրուցակիցն ասում է, ինքը Խոզնավարից թեև դուրս չի գա, բայց ընտանիքին գյուղից կհանի։ Վերջին շրջանում Բաքուն Երևանին հետևողականորեն մեղադրում է իր դիրքերը պարբերաբար թիրախավորելու համար, ապա տեղեկատվական շղարշի տակ Ադրբեջանն ըստ էության փորձում է արդարացնել սահմանին սեփական սադրանքները։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։